Ադրբեջանական այս հերթական իրավական քաղաքական բեմադրության շերտերը տաղավարում կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո։ Արման։ Բարի երեկո Ալբերտ։ Արման, արդյոք պատահական է, որ հայ գերիների դատավարության այս նոր փուլը հենց հիմա է անցկացվում, թե այստեղ կա հստակ հաշվարկ։ Բաքվում հայ գերիները անմիջապես բողոքարկել էին առաջին ատյանի դատավճիռը, դա նրանց իրավունքն էր, բայց կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց հիմա են գործերը մտել վերաքննիչ դատարան։ Եթե հաշվի առնենք Ադրբեջանի իշխանությունների ոչ ուղղակի, բայց տեսանելի աջակցությունը Հայաստանի իշխանությանը գալիք ընտրություններին, ապա պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Դեռ մի քանի ամիս առաջ փորձագիտական դաշտում ակտիվորեն քննարկվում էր գերիների հավանական վերադարձի թեման, որպես Փաշինյանի համար Բաքվից ստացվող յուրօրինակ նախընտրական նվեր։ Իհարկե փորձագետները միանշանակ բացառում են Արցախի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության վերադարձը, սակայն լիովին հավանական են համարում մնացած 8 արցախցի մեր հայրենակիցների ազատ արձակումը կամ գոնե նրանցից մի քանիսինը։ Այնուամենայնիվ այս պահին միանշանակ ոչինչ պնդել չեն կարող, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենա եւ ինչ սցենարով կզարգանա Բաքվի բեմադրած այս հերթական ֆարսը վերաքննիչ նիստը։ Հայկական եւ միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցներ արդեն իսկ նշել են, որ այս դատավարությունը որևէ կապ չունի արդարադատության հետ։ Այստեղ հատկանշական է նաեւ, որ Բաքուն ամենքերպ արգելում է միջազգային անկախ փորձագետների ու իրավաբանների մուտքը, ներկայություն այդ դատալսումների այդ process-ին ընդհանրապես, ըստ քեզ ինչու։ Ալբերտ, Բաքվում հայ գերիների դեմ իրականացված եւ շարունակվող դատավարությունը միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերով լիովին անօրինական է եւ ավելի շուտ քաղաքական գործընթաց է։ Ալիևի վարչակարգը պատանդարված հայ գերիներին զրկել է իրավական պաշտպանության տարրական միջոցներից, այդ թվում անկախ եւ սեփական հայեցողության փաստաբաններ ընտրելու հնարավորությունից։ Բաքուն ուղղակիորեն սարսափում է թափանցիկությունից, դրա համար էլ կոշտ միջոցներով արգելում է միջազգային դիտորդների, անկախ իրավաբանների ու փորձագետների ներկայությունը դատական նիստերին։ Նրանք շատ լավ հասկանում են, եթե այդ դատական process-ներին հետևեն միջազգային բարձր կարգի անկախ մասնագետներ, ապա ադրբեջանական կողմի հորինած ապացույցներն ու ճնշումների տակ կորզվող խոստովանությունները վայրկենական կփոշիանան։ Սա փակ, բեմականացված շոու է, որտեղ ամեն ինչ նախապես գրված է։ Աման, եթե այս դատավարությունները փակ են, ապօրինի են, ապա ինչպես է Բաքուն ինչ հաշվարկներ է արել, որ դրանք ի վերջո օգտագործի դատավճիռներն ի վերջո օգտագործի Հայաստանի դեմ։ Ալբերտ, այդ հաշվարկները Բաքվի երկու շերտ ունեն։ Առաջինը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար է սպասվող ընտրությունների ֆոնին։ Ադրբեջանը այդ դատական ֆարսն օգտագործում է որպես հոգեբանական ճնշման գործիք, հայ հասարակությանը ցույց տալու, թե ով է թելադրում պայմանները տարածաշրջանում։ Երկրորդը հերահար իրավական թակարդն է, Բաքուն այս անօրինական դատավճիռներով փորձում է միջազգային ատյաններում հիմքեր ստեղծել, որպեսզի ապագայում Հայաստանի դեմ ներկայացնի ֆինանսական պահանջներ պատերազմական հանցագործությունների կեղծ ձևակերպմամբ։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ հայ գերիների վերաքննիչ դատավարությունների թեման քննարկում ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։